Բարև ձեզ, ես Արտյոմն եմ, Ազատազենի ավագահրանգչական կազմից։ Այսօր կներկայացնեմ Victrix ֆիրմայի արտադրության երկու հրաշալի զենքեր, որոնց մասին շատ են հարցնում նրանց տարբերության մասին։ Իրանք իրականում շատ նման են իրար ու շատ տարբեր են։ Հիմա փորձեմ ներկայացնեմ իրենց տարբերություններն ու նմանությունները։ Ավելի շատ կխոսենք Victrix Venus-ի մասին, որտեղ Victrix Gladion իմ գործընկեր Արտուրը շատ լավ ներկայացրել է իր հաղորդման ժամանակ։ Ես փորձեմ Gladion-ի ու Venus-ի տարբերությունները ներկայացնեմ, հետո ավելի մանրամասն կխոսենք Venus-ի մասին։ Ասեմ, որ Venus-ը ինքը իրանով սպորտային սպորտի համար նախատեսված զենք է, ինքը հենց տենց էլ կոչվում է PRS-ի համար նախատեսված, PRS նշանակում է Precision Rifle Shooting, այսինքն ճշգրիտ հրաձգության համար նախատեսված, տարբերությունները ներկայացնեմ։ Ուրեմն, իսկ Gladion ավելի շատ տակտիկական է։ Gladion-ը եթե մենք նայում ենք իր շասին, ցևյոն ամբողջական է, իր վրայի պիկածինին ամբողջական է, որը հեշտացնում է մեզ իր վրա ջերմատեսիլ եւ գիշերատեսիլ սարքային օբյեկտիվներ ավելացնենք նշանոցի դիմաց ու ավելի հեշտ կարողանանք կառավարենք, իսկ որ նայենք Venus-ին, Venus-ը չունի այդպիսի բաներ, իր պիկածինին ավելի փոքր տարածության վրա տեղադրված ու նախատեսված է միայն օպտիկական սարքի համար։ Gladion-ի խզակոթը ծալվում է, որը նրա չափսերն ավելի է փոքրացնում ու ավելի հեշտ տեղափոխելու համար է ինքը ավելի հեշտ է տեղափոխելը, Venus-ը չունի ծալվող խզակոթ, իրականում կարող եք փոխել, բայց խորհուրդ չի տրվում, որտեղ ինչքան շարժվող մաս շատ է լինում զենքի վրա, այնքան ազդում է իր դիպուկության վրա, դա չի նշանակում, որ Gladion դիպուկ չի, Gladion-ը դիպուկ, ի տարբերություն Gladion, երկուսն էլ ասեմ, որ X սերիայի արտադրությունն են, Gladion X-ի խզակոթը շատ ավելի իմ կարծիքով շատ ավելի վատն է, քան Gladion Venus-ին է, որովհետև Gladion-ի խզակոթի կարգավորումները ինքը ունի ամբողջ կարգավորումները, ինչ որ մյուսը, ուղղակի սրանք վնտերով պետք է թուլացնես, բարձրացնես, հետո ձգես, նորից գա իր տեղը, ինքը համ թշիկի բարձրացնել իջացնել ունի, համ ուսի երկարացնել, կարճացնելը, ուսի կարգավորումը ամեն ինչ ունի, ուղղակի ինքը պետք է քանդես, անես, հետո ձգես։ Իսկ ի տարբերություն դրա Venus-ինը շատ ավելի հարմար է արած ու ավելի արագ է լինում։ Ինքը մի կոճակի սեղմումով դու կարողանում ես նրան երկարացնես, կարճացնես, նույնը թշիկն ես կարողանում բարձրացնես, իջացնես ու նույն ձևի կոճակի օգնությամբ կարողանում ես իր խզակոթի ուսը կարգավորես վերև ներքև։ Ինչ է դա տալիս մեզ առավելությունը, պարկած վիճակում խզակոթի երկարությունը շատ ավելի երկար է լինում, քան թե նստած վիճակում, իսկ քանի որ Venus-ը սպորտի համար է նախատեսված, մենք անհարմար դիրքերից մենք անդադ իրան կարգավորում ենք խզակոթը, երկարությունը, որ մեր օպտիկայի հետ, մեր աչքի հեռավորությունը հարմար լինի։ Ասեմ, որ երկուսի վրա էլ դրած է նույն փոխաբերանի արգելակները, երկուսն էլ օժտված են նույն զարգաձգանային մեխանիզմով, երկուսի վրայի փակաղակներն էլ նույնն են, մարտական հենակները 6 հատ են, նույն ձևի են, նույնիսկ կարելի է տեղերով փոխել ու ասենք օգտագործել մեկին մեկ աշխատում են։ Իրանց փողերը նույնն է, ամեն ինչ նույնն է, ուղղակի զենքերի տարբերությունը Իրանն է ու խզակոթը։ Ուրիշ տարբերություն իրականում չկա։ Հեսա որ գնանք կրակելու, ես ցույց կտամ ինչով է հարմար մեր Victrix Venus-ից կրակելը, անհարմար դիրքերից, իսկ Gladion-ից ինչի համար հարմար չի։ Տեղում էլ կարամ ասեմ, որտեղ նայեք, որ ինչպես տենում եք Victrix Venus-ը օգտված արկառելով, որը տափակ երկար հենակ է, որ կարողանում ես իր ոտնակները տեղափոխես քո ուզած հեռավորության վրա ու օգտագործես ոնց ուզում ես շատ արագ, իսկ Gladion այդպիսի հենակ չունի, նրա տակ բանն է, պիկածինի է դրվում ու մենակ այս վիճակում կարող օգտագործեք ու անհարմար դիրքերից այդքան էլ բան չի։ Եթե ասենք օրինակ պետք է քեզ ոտնակները մոտիկ լինի, Gladion այդ հնարավորությունը չի տալիս, բացի այդ բարձիկով կրակելուց Venus-ից շատ ավելի հարմար է կրակելը, տեղում ցույց կտամ ոնց ենք բարձիկով կրակում, իսկ Gladion-ից հարմար չի, որտեվ իր տակը, իր շասի տակը կլոր է, իսկ Venus-ինը տափակ է, ինքը ավելի լավ է հենվում ու ավելի ստաբիլ է կրակելու համար, ինքը իրան ավելի ստաբիլ է պահում։ Մոռացա ասեմ, երկուսն էլ կրակում են 6.5 Creedmoor, որը վերջերս նոր տենց տենդենս է, վերջերս ասելով մեր մոտ է վերջերս, բայց աշխարհում ինքը շատ վաղուց է, բոլոր մեծ դրամաչափերը բռնում սխմում են, իրանց դրամաչափը փոքրացնում են, բարոյթի տարողությունը մնում է նույնն է ու ստանում են ավելի ծանր գնդակներով, բայց ավելի փոքր դրամաչափի ու ավելի հեռու խոցելու հնարավորություն ունեցող
փամփուշտներ 6.5 կրիդմուրը ստեղծվել է 2007 թվականին նա ստեղծվել է 30 տրամաչափի TC փամփուշտի հիման վրա նրանք սեղմելով 30 տրամաչափ ստացել են 6.5 մմ տրամաչափ իսկ փամփուշտը մնացել է նույնը 7.62-48 մմ որը մեզ տալիս է հնարավորություն ավելի փոքր տրամաչափով բայց ավելի ծանր գնդակով ավելի իսկ արագությունը մնում է նույնը որտեղ փամփուշտի վառոդի պարունակությունը նույնն է մնում ավելի արագ է լինում գնդակը ու ավելի հեռու թիրախներ են կարողանում խոցել 6.5 կրիդմուրը ստեղծվել է Hornets ընկերության կողմից եւ մի շարք ամերիկյան հրանգիչների կրակային հրանգիչների կողմից ինչու համար կրիդմուրը դա մեծ հրաձգարան է որը ստեղծվել է որտեղ առաջի անգամ անցկացվել են աշխարհի մրցումները ինքը գտնվում է Ամերիկայի Նյու Յորք նահանգում հենց կրիդմուր անունն է կրել այդ հրաձգանը, որի պատճառով էլ տենց ոնց որ փորձել են ի հիշատակ այդ հրաձգանի, ի հիշատակ առաջին մրցումների գնդակի անունը դրել են 6.5 կրիդմուր։ Հիմա փորձենք գնանք կրակենք փունջ, որ հասկանանք մեր վենյուսը ոնց է կրակում փունջ։ Ուրեմն եկել ենք ճշտադրման տեղամաս, հիմա փորձենք հասկանանք ինչ փունջ է հավաքում մեր զենքը, 3 փամփուշտ կկրակենք մեր թիրախի վրա, թիրախավորենք մենք հիմա ցույց տամ, դուք կտենաք իմ նշանոցը, իմ նշանոցով կտենաք, չենք կրակես մեծ սևի վրա, կկրակենք ավելի փոքր թիրախի վրա, որտեղ մի հատ հին խոսք կա, էլի, որ ասում է կոճակին նշան ես բռնում պալտոյին հաստատ կկպնես, էլի։ Դրա համար ավելի փոքր թիրախի վրա, որ թիրախավորում ենք, ավելի փոքր կուչակ ստացվի։ Փորձենք աշխատել։ Տենում եք չէ ինչ միրաժա Հուսամ ճիշտ եմ տենում գնանք մոտիկից նայենք Ամենակարևորը Անդրեան ջան անվտանգությունն է ու որպեսզի մեզ հետևից չթիրախավորեն հագնում ենք անվտանգության ժիլետը գնանք հասկանանք ինչ արել մեր վենյուսը շատ ուժեղ միրաժ էր գոլորշին բարձրանա ուսով եմ գիտեք միրաժն ինչ է գոլորշին բարձրանա չես հասկանում ուր ես կպնում դրա համար իմ տենալով պետքա որ լավ լինի բայց հիմա մոտենանք հասկանանք ինքը իրականում տենց է թե չէ միրաժը խանգարում էր կրակելը դուք էլ տեսաք ոնց եղավ ու նորից ասեմ որ այս տրիգեր կամերը ճիշտ եմ ասում անունը տրիգեր կամը շատ լավ գործիք է քո կրակային վարությունները հետագայում վերլուծելու ու քո սխալները գտնելու համար հորդ կտամ ունենաք մարզվեք տրիգեր կամով ահա խնդրեմ Այս էլ մեր կրակած 3 փամփուշտը Ինչ է համեմատենք որ երևա ընկեր Անդրան այս ակենով կենդնեմ մոտենեք Մի հատ ուզում ես թուղթը հանի Տակը որ երևա, հա Սենց Հա, որ տենանք իրականում Անդրան ջան, ես ստենց եմ կրակում, ես ուրիշ ձև չեմ կրակում, խնդրեմ Տախտակի վրա ինչ է երևում Հա, հեսա, տախտակի վրա էլ բացեմ Տախտակի վրա Այնան Ինքը սաղ մի տեղ ամտ է Ես էլ կարանք սենց նայենք, ինքը ինչ 3 մմ, 2 մմ Կարանք ստեղ նայենք Սենց կարանք փակենք Հա, իրականում երևում է, նայ, որ 3 փամփուշտ է 3 փամփուշտ է, չէ, իրականում էտա Հրաշք փամփուշտներ են սրանք Գնդակները իրականում շատ լավն են Հիբրիդ թարգետն է բերգերի, բերգերը դե գիտեք հանրահայտ
Բրայնելիցի գործարան բանն արտադրությունն է ու դա խորհուրդ եմ տալի, եթե հնարավորություն ունեք բերգեր օգտագործեք, առեք, գրակեք, ինքը բերգեր target, հիբրիդ target-ն է, ինքը իր դեմի մասը մի քիչ ավելի ուրիշ ձև է, ինքը նորից HPBT է, Hollow Point Bobtail, բայց իր կառուցվածքը հիբրիդ է, ինքը շատ ավելի լավ է աշխատում, նույնիսկ հեռավորության վրա իր բեկան ballistic coefficient-ը 311 այսքան հիշում եմ, ու ինքը սուբտոն ընկնում է, այսինքն ձայնային արագության բարիերին անցնում է, կարծեմ 1200 մետրից մեր տվյալ արագության ժամանակ, մեր արագությունը իմ հիշելով իմ զենքի արագությունը այս փամփուշտներով 820 մետր վարկյան է, իմ հիշելով տենց է ու կալկուլյատորից մեջ տենց է, հիմա ուրիշնենք ներքև կրակելու կալկուլյատորով կհաշվենք ու այդ արագությունով պետք է տենանք, որ ինքը պետք է որ 1200 էլ, տենց մենք 1200 է ներքևը, մեր թիրախը 1000-1050 տենց ինչ-որ թիրախ ունենք մոտիկ որն ամենահեռուն է, դրանք կարող ենք կրակել ու կտեսնենք պետք է որ նորից էլ ինքը իրան լավ բայ, լավ գնդակներ են, լավ զենք է, գնացինք ներքև։ Հիմա փորձենք կրակել անհարմար դիրքերից։ Անհարմար դիրքերը տենց էական չէ, էլի որտեղից ես կրակում, մենք սենց անհարմար տեղեր ենք սարքել, սրանց վրայից ենք կրակում, անիմների վրայից ենք կրակում, տակառների վրայից ենք կրակում, տարբեր տեղերից, էլի կապ չունի, որտեղ լինի, ընդհանուր տեղ լինի, հենարան լինի, հենես ու տեղից կրակես, ու անհարմար դիրքից կրակելու համար շատ հարմար լուծում ենք թե սպորտի մեջ, կրակում են բարձիկի վրայից, ինքը սպորտային բարձիկ է, հենց ինքը ոնց է աշխատում, իր մեջ ավազա, ապակուց ավազա, ինքը որտեղ դնում ես, իրանով ստանում ես ուղիղ հարթություն, օրինակ, զենքը դնում ես վրան, հենում ես, ու ինքը շատ անշարժ մնում է, կարող ես իրան շատ հարմար կրակես, իրան մնում է այնքան որ ճիշտ իրան ուղղորդես դեպի քո թիրախը ու կրակես, էլ ուրիշ ոչ մի բան պետք չի, ինքը կապ չունի որտեղից ես կրակում, կարաս տեից կրակես, կարաս որտեղից ուզես, լյուբոյ անհարմար դիրք, էլի, թեկուզ ասենք հենց տեից, էլի կարաս տեղավորվես, դիրքավորվես, կրակես, որտեղ ավելի շատ անհարմար դիրքից ես կյանքում կրակում, քան թե պարկած դիրքից կամ ինչ-որ մի հատ խրամատից կամ չգիտեմ, ինչ-որ միտեղից միշտ կամ խոտնա խանգարում կամ դիմացի ինչ-որ մի հատ ուրիշ իրա լինում, որ խանգարում է, դրա համար անհարմար դիրքերից կրակելը շատ անհարմար դիրքերից սովորել կրակելը շատ ավելի կարևոր է, քան թե պարկած կրակելը կամ ինչ-որ մի հատ հենարանի վրայից կրակել։ Հիմա օրինակ փորձենք սրա վրայից կրակել մոտավորապես ինչքան էր մեր թիրախը 380 մետր 20 սանտիմետրանոց թիրախը, փորձենք երկու հատ անհարմար դիրքից արագ կրակենք, տենանք ոնց կստացվի։ Իրականում տրիգեր կամը շատ հարմար գործիք է, իրանով կարողանում ես քո սխալները վերլուծես, ինքը ցույց է տալիս երբ կրակեցիր, ոնց կրակեցիր ու հետագայում կրակելուց հետո այդ կրակելու պահին չես զգում, արագ ես այդ ադրենալինը չի թողում հասկանաս ինչ սխալ ես անում, հետո նստում ես հանգիստ նայում ես քո ֆայլերը, տենում ես որտեղին սխալ ես արել ու ըստ դրա կարող ես վերլուծես ու քո սխալներն ուղես հետագա կրակոցները ճիշտ կատարելու համար։ Փորձենք։ Հիմա փորձեմ նույն թիրախի վրա ստեղից երկու հատ ստեղից կրակեմ, երկու հատ տեղից կրակեմ ու փորձեմ արագ անեմ դա, որ տենանք էլի որ անհարմար դիրքից ոնց անում։ Ամենակարևորը ոչ թիրախը շուտ գտնելն է, ոչ թե գնաս տեղավորվես կրակես, այլ կանգնած ես լինում, թիրախին նայում ես, թիրախի տեղը գտնում ես ու կարևորը դու շուտ կարողանաս իրան թիրախավորես ու շուտ խոսումը կատարես, որտեվ սպորտի իմաստը էդ է, որ դու կարողանաս շուտ գտնես ու թիրախավորես, մեր սպորտի մեջ ինքը ժամանակ է տրվում ամեն թիրախին խոցելու համար, հիմնականում 10 վայրկյան է, օրինակ եթե ունես կատարելու օրինակ 7 խոցում, 7 հատ թիրախ պետք է խոցես, քեզ տալիս են 80 վայրկյան 7 թիրախ խոցելու համար ու այն 10 վայրկյանն է, որ մոտենաս տեղից տեղ տեղափոխվես։ Ամենակարևորը անվտանգությունն է։ Տվյալ պարագայում այս մեր սպորտի մեջ դու փակաղակը երբեք չես փակում, եթե չես թիրախավորել։ Նույնիսկ եթե դու թիրախը գտել ես, թիրախավորել ես իրան ու եթե չես կրակելու, չես թիրախավորել, դու չես փակում փակաղակը։ Թար թիրախավորեցի, նոր փակում ես ու նոր կրակում ես։ Ու տեղիցդ վեր կենալուց դու փակաղակը նորից բացում ես, նոր տեղիցդ վեր ես կենում։ Փակաղակը երբեք փակած չի լինում, եթե դու զենք շարժում ես կամ զենքը վերցնում ես։ Փորձենք։ Ընկեր Անդրան։ Փորձենք։ Ասեցի, ուրեմն կրակելու ենք, հեսա թիրախս գոնե տենան որտե՞ղ է։ Ուրա։
Ո՞նց եմ դնում։ Հա, այնակ դա։ Փորձենք։ Որ թիրախն է։ Այն վերևը դեղին կա, դրանից մի քիչ ներքև երկու հատ թիրախ կա իրար, կողք փոքր թիրախներ են։ Խոցում։ Վերջ։ Իմաստը է դա, որ արագ-արագ կարողանաք խոցեք ու անհարմար դիրքերից կրակելը պարտադիր չի, ասենց ինչ որ բան սարքեք, օրինակ կարանք հիմա, չգիտեմ, ինչ կասեմ, կարանք մեքենայի հայլու վրից դնենք կրակենք, փորձենք։ Թեկուզ ասենք մեր հայլու վրից, եկել ենք անգնել ենք, ուրիշ բան չկա, արագ պետքա կրակենք։ Գտնենք նորից նույն թիրախը ու խոցենք, լավ։ Ռազեցի։ Խոցում։ Խոցում։ Ամբողջ իմաստը էտա, որ շուտ թիրախը գտնես ու շուտ խոցես ու անվտանգության կանոնները պահես, կարևորը սպորտի իմաստը միջազգային սպորտում էլ է տենց, որ դու կարողանաս շուտ թիրախը գտնես, շուտ թիրախավորես ու շուտ խոցես։ Օ, բլա։ 1043, մի հատ է ստուգենք։ 1045 1040 հաշվենք 1043 մեր հեռավորությունը հիմա փորձենք հասկանանք մեր թիրախը ոնց ենք խոցում Հիմա փորձենք 1040-ը որ չափեցինք, փորձենք խոցենք մեր 1040-ի թիրախը, մեր թիրախը 1040-ի վրա 30 սանտիմետրանոց թիրախը։ Գտնենք մի հատ իրան։ Գոնգ։ 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 Հրաշ։ Ինչպես տեսակ, զենքը լավ էլ աշխատում է, ինչպես մոտիկ հեռավորությունների վրա, նենց էլ հեռավորությունների վրա, ներկապային մենք խոցեցինք 1040 մետր։ Հիշեցնեմ, որ կրակում էինք Berger ֆիրմայի գնդակները, հիբրիդ մատչերն են իրանք, շատ լավ գնդակներ են։ Իրանց բեկան բալիստիկ կոեֆիցիենտը 311-ը, որը շատ բարձր կոեֆիցիենտ է։ Ինքը շատ լավ աշխատում է հեռավորությունների վրա, մոտիկ հեռավորությունների վրա դե տեսակ լավ աշխատում։ Այդքանը հիշեցնեմ, որ զենքերը ոչ միայն պատերազմելու համար են, այլ կարանք նաև սպորտով զբաղվենք։ Ունես որ եկեք, մարզվեք, միացեք մեր ճշգրիտ հրաձգության ֆեդերացիային, իրար հետ ուժեղանանք